Հիմա այն իրավիճակն է, որ պիտի ավելի զգոն լինենք։ Ես հասկանում եմ, որ պիտի արագ որոշում կայացնենք, որ ժամանակ չունենք։ Բայց չպետք է մեր կայացրած որոշման հետևանքով Նարեն կամ այդ երեխեն տուժեն, պապ։ Ես արդեն չգիտեմ ինչ ասեմ։ Արմոյի հետ ամուսնությունը լուծում է, պապա։ Տարբերակ է, բայց շատ վտանգավոր է։ Մենք ոչ մեկս էլ չգիտենք Արմոն մտքին ինչ է դրել։ Ու դու ինչքան էլ իրան վստահես, մեկը ես չեմ վստահում։ Դու էլ գիտես, որ նա թաց տեղ պարկող չի։ Ու եթե հիմա եկել սենց բան է առաջարկում, ուրեմն մտքին մի բան դրել է, չէ՞։ Բայց Արմոն սիրում է, չէ՞ քրոջդ։ Հա, պապ, սիրում է։ Բայց այդ հերիք չի, որ ես իրան վստահեմ։ Էլի եմ ասում, ինչ որ մի բան դրել է դա մտքին։ Ու հիմա մենակ Նարեի հարցը չի է։ Մեջտեղ երեխա էլ կա, պապա։ Դու հերիքը վրամ։ Հերիքը անընդհատ այդ երեխու մասին խոսես։ Ամեն դեպքում պիտի Նարեի հետ էլ խոսենք։ Պապ։ Ես չեմ հասկանում այսօր դուք բոլորդ իմ մահն եք ուզում։ Քերի չեմ խանգարում, չէ՞։ Չարի նստի։ Լավ ուրախ ես երևում։ Ես թվում էր Հայկի գնալուց հետո տխուր կլինես։ Հա, ուրախ եմ, բայց Հայկի հետ կապված չի։ Բա ինչ։ Քերի հիշում ես, որ ես ու Հայկը մատանի առանք, որ Լիլիթին առաջարկություն անեմ։ Հետո։ Դե հիմա 2 օրից Լիլիթի ծնունդն է, պետք է գնա իր տատիի տուն։ Ես էլ եմ հետը գնալու, որ առաջարկություն անեմ։ Լավ բան ես որոշել։ Վերջապես մի ուրախ առիթ կլինի։ Ափսոս, որ Հայկը ստեղ չի, բայց ես իրան էլ եմ հասկանում։ Իսկ ինչ որ բանով կարամ օգնեմ քեզ։ Դե հենց հետա քերը եկել եմ, որ քեզնից խորհուրդ հարցնեմ, բայց մտածում եմ, որ հեսա կծիծաղես վրես։ Ինչի պետք է ծիծաղեմ։ Քերի դե ես Լիլիթես տուն առաջի անգամ եմ գնում։ Մտածել եմ ծաղիկներ տանեմ Լիլիթին, բայց հիմա չգիտեմ, պետք է իր մամային էլ տատին էլ տանեմ ծաղիկներ, թե չէ։ Կամ կարող է ավելի լավ քաղցր վերցնեմ, կամ քաղցրը ծաղիկներով։ Չգիտեմ որն է ճիշտը։ Դե շատ լուրջ բան ես հարցնում։ Ինձ թվում է առաջինը խմորեղենը տանենք տատիկին, ծաղիկներն տանենք մամային։ Իսկ մնացածները արդեն մատանի ես առել։ Հա։ Քերի, ես քեզից լուրջ բան եմ հարցնում, հենա ծիծաղում ես վրես։ Ես իմ սիրտը բացել եմ քո առաջ։ Լավ թեթև տար, դու գիտես ես գիտեմ ինչ անենք։ Երկու հոգի տղամարդ ենք, մի բան կմտածենք։ Մի մտածի, ամեն ինչ լավ կլինի։ Լավ քերի, որ ես ծանոթանամ, անպայման ես ու դու էլ ենք գնալու Լիլիթենց տուն։ Դե ես ուրիշ բարեկամ չունեմ։ Դու իմ համար համ հերես, համ աղբեր, ամեն ինչ ես իմ համար։ Կգնանք տղես, մի մտածի, անպայման կգնանք։ Ալո,
Արմո՞ն։ Սպասում էի զանգիդ։ Մենք պիտի խոսենք։ Պիտի խոսենք, որովհետև այդ քեզ ավելի շատ է պետք։ Ես չգիտեմ, թե դու ինչ ներկայացում էիր սարքել մեր տանը, բայց ես չեմ պատրաստվում քո սադրանքներին կուլ գնալ։ Կգաս կբացատրես ինչա կատարվում։ Դրա համար ես զանգել։ Զանգել եմ, որ հանդիպենք։ Ես պիտի իմանամ որտեղից ես իմացել իմ հղիության մասին։ Ու ասեմ քեզ, այն ինչին որ դու արժանի ես։ Ուրեմն հանդիպենք։ Հասցե ուղարկի։ Հույս ունեի քեզ այստեղ չեմ տեսնի։ Քեզ էլ բարև լալա։ Ես քո մոտ չեմ եկել։ Բա ում մոտ ես եկել։ Ես քեզ այնց ես կորցրել, որ մոռացել ես ամեն ինչ։ Հա? Մոռացել ես ում տուն ես գալիս։ Մի ժամանակ մեջքիս հետևում էիր գործում, հիմա էլ այսպես ուղիղ եկել կանգնել ես դիմացս։ Չնայած լավ ես արել։ Ես պիտի գայի, որ դու չգայիր։ Ինձ ա թվում, թե վախեցած ես, Սաքո։ Ի տարբերություն քեզ ես ոչ ոքից չեմ վախենում, այլ ինձնից եմ վախենում։ Եթե չվախենայիր, համարձակություն կունենայիր արածներիդ մասին բարձրաձայնելու։ Ես քո փոխարեն շատ կվախենայի, որովհետև ես միշտ էլ ասել եմ, որ եկել եմ քեզ կործանելու համար, ու դա անում եմ։ Ուղղակի դու չես հասկանում այդ ամենը։ Լավ, էլ մի երկարացրու։ Դու ինձ ասա ինչի ես եկել, ինչ ա ուզածդ։ Էս տանը էլի մարդիկ կան բացի քեզնից։ Ով, Սոնան։ Ես գիտեմ ու տեղյակ եմ ամեն ինչի մասին։ Ինչքան եմ երազել ես պահի մասին, որ պիտի վախեցած դիմացս կանգնես։ Ուրեմն լալա, դու քո կյանքի հետ ինչ ուզում ես արա, բայց հեռու մնա իմ տնից ու իմ ընտանիքից։ Ես տեսել եմ, թե դու Աբոն ու Սոնան ոնց եք դուրս գալիս հյուրանոցից։ Ես չգիտեմ ու ինձ չի էլ հետաքրքրում ինչ եք պլանավորել, բայց եթե ես լալա մի թույլ բան զգամ, այս ամեն ինչը Աբոյին էլ կասես։ Սոնան իր մաշկի վրա կզգա, թե ես ինչքան դաշան կարող եմ լինել։ Ձեռագիրդ չի փոխվել։ Չի էլ փոխվելու։ Դու միամիտ, Աբոն քեզ իմ դեմ ա տրամադրում։ Ուրախացել ես դու էլ կոալիցիա ես կազմել Աբոյի հետ։ Ուղղակի ես չգիտեմ քեզ ինչ եմ արել, Սաքո, որ մինչև հիմա ինձ այդպես էլ չես ներել ու ինձ այդպես էլ չսիրեցիր։ Չնայած դու պիտի ինձնից ներում խնդրեիր։ Մինչև հիմա շարունակում ես բոլորին ղեկավարել, նույնիսկ ինձ։ Բացի քեզնից ես այս տանն ուրիշ հարազատներ էլ ունեմ ու իրավունք ունեմ իրենց տեսնելու։ Ինչեր ես խոսում։ Լալա։ Ստեղ մի կանգնեք։ Եկեք գնանք ներս, ներսում հանգիստ խոսեք։ Ես դեռ չեմ ներել Ալային, որ թողեմ ոտը իմ շեմից ներս տնի։ Իսկ Լալան քեզ ներել ա, որ եկել հասել աստեղ, հա։ Ես չհասկացա, ես ինչ նորություն է։ Նորմալ ա։ Հարազատ քրոջը ներս չթողնելը, հա։ Վրան պետք չի։ Պապա ճիշտ է։ Սա իր տունն է ու երևի ես իրոք դեռ իրավունք չունեմ ոտքս այստեղ դնելու։ Պետք չի ոչինչ ասել, ես կգնամ ու էլ ձեզ չեմ անհանգստացնի։
Էս ինչ ներկայացումա չեմ հասկանում։ Ներկայացում։ Ես այսքան տարի ես ամենի միջով անցել եմ, որ գամ ու այստեղ ներկայացում խաղամ։ Դու ուղղակի իրավունք չունես ինձ արգելելու, որ ինձ հարազատ մարդկանց հետ շփվեմ։ Այս տանը մենակ դու իրավունքներ ունես, հա, պապա։ Մենք էլ այտենց ոչ մի բան, հա։ Ինչ ես խոսում, Վրամ։ Վրամ, իրոք պետք չի, ես չեմ ուզում, որ այն պատճառով դու հայրդ ինչ-որ խնդիրներ ունենաք։ Ես ավելի լավ է գնամ։ Ու սենց հանգիստ պիտի նայես ոնց է քուրդ լացելով գնում, հա։ Գոնե հիմա, որ մենք ամեն ինչ գիտենք, քեզ սենց մեղավոր աղբորտեղ մի դիր էլի։ Դու մի ամիտ։ Դու չես հասկանում, մեծ տղա ես, որ հենց նոր զոհի դիմակ հակավ։ Հակավ, որ խեղճի դազդի։ Ավելի պապա, լավ էլի վերջացրու հերիքա։ Այսքան տարի ամեն ինչից զրկել ես այդ մարդուն։ Հիմա էլ այդ ձեզ սենց որ տեսնում եմ, չէ։ Ավելի եմ համոզվում, որ Նարեին պիտի մենակ չթողնեմ։ Որ մի օր էլ իմ քուրը չգա իմ տան դիմաց սենց կանգնի, ոնց որ մի քիչ առաջ լալան էր եկել։ Նարեզ դուրս ես գալիս։ Հա, Ես էլ քո համար ձեր համար միրգ էի բերել։ արդեն ձեր համար։ Տեսեք տարօրինակ է, որ երեխուս մասին ինչ-որ մեկը սիրավ է խոսում, բայց հաճելի է։ Այս մրգի համանը Նարեն մամա տա պատրաստել։ Ինչքան էլ իմ ու մամայի հարաբերությունները լավ չլինեն, չեմ կարա չասեմ, որ մամատ քո համար շատ է անհանգստանում ու շատ է տանջվում։ Ամեն մեկս յուրովի սխալ չենք, երևի էտա պատճառով, որ իրար չենք հասկանում։ Հա, երևի։ Լավ, գիտես ինչ կանենք, ես մեկը շուտ եմ հետ գալու, դու ես մրգի ափսեն թող ստեղ, ես հետ կգամ անպայման կուտեմ, այս մեկն էլ տես վերցնում եմ, որ չնեղանաս։ Գնացի։ Սակո, Ինչ։ Ինչ ես ասում, Անիկ, ավելի լավ չի չխոսես։ Հիմա ինչ ա եղել։ Լալան էր եկել։ Էլի։ Ինչ է նշանակում էլի։ Դե մի անգամ արդեն եկել էր։ Ես քեզ չասեցի, որովհետև այդ ժամանակ դու շատ վատ վիճակում էիր։ Ես չգիտեմ էլ ինչի համար էր եկել, բայց երևում էր, որ շատ վատ է տրամադրված։ Չգիտեմ էլ ինչ կլիներ, եթե այդ ժամանակ մտներ։ Լալան ուզում է վերջնականապես իր վրեժը լուծի։ Այլ Վրամի առաջ զոհի կերպարի մեջ մտավ։ Միջև Վրամի գալը նորմալ էր ամեն ինչ։ Դրանից հետո խեղճի դիմակ հակավ ու սկսեց ազդել Վրամի վրա։ Հիմա որոշել է, որ պիտի երեխեքիս իմ դեմ անի։ Հիմա կամաց-կամաց սկսում եմ հասկանալ։ Ինչը։ Սակո Վրամը, որ Լալային տեսավ, ոնց է քեզ թվում առաջին անգամն էր տեսնում։ Ասա, խոսա։
Ինչ տպավորություն ստացար, որ արդեն տեսել ա Լալային։ Չզարմացավ։ Մի բան էլ պաշտպանեց, տուն հրավիրեց։ Ոնց ես մի անգամից գլխի չընկա։ Այ հիմա ամեն ինչ պարզ ա։ Ինչն է պարզանիկ, եթե անգամ հանդիպել են։ Հետո։ Հետո այն Սակո, որ այդ Լալան Ավրամին տրամադրում քո դեմ։ Չգիտես ինչի Վրամը միանգամից ու կտրուկ դուրս եկավ քո դեմ։ Ամեն մի փոքր առիթից վեճ էր սարքում։ Չարությամբ սկսեց լսվել քո դեմ։ Ու ինչի՞։ Որովհետև հասկացել է, որ անձամբ քո դեմ չի կարող գործել։ Որոշել է երեխեքիդ միջոցով վրեժը լուծել։ Չէ, Անիկ, չեմ կարծում այդքան հեռուն գնար։ Սակո, չմիամիտ ես, ասեմ ավելին, արդեն գնացել է։ Սկզբում Նարեի հետ էր կապի մեջ, հիմա էլ Վրամի։ Երեխեքիդ քո դեմ ա տրամադրում։ Տունը ներսից ա քանդում, որ քեզ կործանված տեսնի։ Նույնիսկ երեխեքին չի խղճում։ Ոչ մի բանի առաջ կանգ չի առնի այդ աղջիկը։ Այնքան չարացած ու լցված ա քո հանդեպ, որ իր համար կարևոր չի թե ինչ միջոցներով, մենակ թե քեզ ծնկի իջացնի։ Ալո։ Ոնց ես ախպերս, նորմալ հասել ես։ Հա, Միկո, հասել եմ, տեղավորվել եմ արդեն։ Այսա արդեն մնում է հասկանամ ինչ պիտի անեմ, որտեղից պիտի սկսեմ։ Ամեն ինչ լավ է լինելու, չմտածես։ Դու ասա ինչ կա, ինչ եք անում, պատրաստվում եք։ Հա, դե ես 2 օրը պիտի գնամ ընտանիքի հետ ծանոթանամ էլի։ Ափսոս, որ ես հետդ չեմ։ Ոչինչ, կլինես։ Դու գիտես, որ ես հետ գալու միտք չունեմ։ Հայկո մի քիչ մնա, հետո կխոսանք։ Ես եղել եմ օտար հողում, գիտեմ էդ ինչա։ Հերվից քաղցր ա երևում։ Միկո, դու լավ գիտես իմ տեղից գալու պատճառը։ Գիտեմ, Հայկո, ես քեզ հետո կզանգեմ, էլի։ Բան եղավ։ Չէ, Լիլիթն է զանգում, խոսամ հետո հետ զանգեմ։ Հա, լավ, եղավ։ Ինչ գործ ունես ստեղ։ Ուրա ախպերդ գնական չի։ Հարց տվի։ Ոնց որ լսողության հետ խնդիրներ ունես, հա։ Ասում եմ գնա ախպորդ կանչի։ Ասենք թե երկրում չի, հետո։ Այդ հեքիաթները արդեն լսել եմ, Միկո։ Գիտես չէ, որ փախած մանգալը լավ բան չի։ Հայկոն, փախած։ Քո ասածի վրա խնդալը չի գալի։ Լսի հիմա ինչ ես անում։ Պտտում ես տեղից ու գնում ես։ Նենց ես գնում, որ էլ չտենեմ քեզ։ Ոնց որ շատ ես մեծացել, արա։ Հա, այնքան եմ մեծացել, որ քեզ կարամ գցեմ ոտից տակ։ Վիկա։ Ինչ է կատարվում։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Ախպորդ կասես որտեղ որ գնացել է, ընդեղից էլ հետ չգա։ Որովհետև որ րոպեին ոտը դրեց Հայաստան, իմացի որ մեռած է։ Շատ չես խոսում, արա։ Մեր մասով ինչ խորհուրդ կտաս։ Ուղղակի շատ վախեցանք, էլի։ Ինչ էր ուզում։ Ես շատ գիտեմ, քերի, բայց իզուր եկար։ Պիտի թողեր գցեի ոտից տակ։ Դե փաստորեն իզուր չեկա։ Արի գնանք տուն։ Արի։
Գժվել ես նարը։ Ոնց է մտքովդ անցել, գալ իմ տուն ու բոլորին հայտարարել, թե իբր ես երեխեն քոնն է։ Խայտարակությունից եմ քեզ փրկել։ Հասկանում ես խայտարակությունից։ Ձենդ կտրի։ Իմ կյանքի միակ խայտարակությունը դու ես։ Հավաքի քեզ նարը։ Լույսի քեզ ով է իրավունք տվել ընդհանրապես, որ գազ խառնվես այն ամեն ինչին, ինչը քո հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Կամ որտեղից գիտես իմ հղիության մասին։ Դու լավ գիտես, ինձ ինչ պետք է լինում, ես իմանում եմ։ Այդ իմ հարցի պատասխանը չէր, ասում եմ որտեղից գիտես իմ հղիության մասին։ Այդ մասին գիտեինք մենակ ես ու բժիշկը։ Դու քո հարցի պատասխանը հենց նոր տվեցիր։ Չէ, անհնարին է։ Ես բժիշկին խնդրել եմ, որ ոչ մեկին չասի։ Ես չգիտեմ դու ում ինչ ես խնդրել։ Բայց երբ ինձ ինչ-որ բան է պետք լինում, հատկապես քո հետ կապված, ես ամեն ինչ իմանում եմ։ Հասկացար, աղջիկ ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ձեր բուժարուներից Նարե Ադամյանի ամուսինն եմ։ Եկել եմ էպիկրիզի հետևից։ Հիմա մեկ րոպե, հիմա։ Խնդրեմ, Նարե Ադամյանի էպիկրիզը։ Շնորհակալ։ Ընդունարան լսում եմ։ Այո։ Այո, իհարկե։ Նարեն հղիա։ Լավ, դու ես ինչ տեսակի մարդ ես։ Ես քեզ ընդհանրապես չեմ հասկանում։ Հազար ու մի բան եմ մտածում, որ այդ թղթի վրա կտեսնեմ, բայց ոչ այն, որ դու հղի ես Նարեն։ Ես ուղղակի վստահ եմ, որ դու ինձ խաբում ես։ Դրա համար էլ գնացել եմ էպիկրիզի հետևից։ Բայց այն ինչ որ ես իմացա իմ համար շոկային էր։ Ու ինչ։ Հետո որոշեցիր, որ պիտի գաս ու խառնվես կյանքիս առանց իմ հրավերի։ Մտածում էիր պիտի վախենամ ու ոչ մեկի չասեմ, որ դու ես երեխու հետ կապ չունես։ Ծիծաղելի է քո պահվածքը։ Թող հիմա ծիծաղելի լինի։ Կարևորը վերջում ես իմ ուզածին հասնեմ։ Արմո, երազելը վատ բան չի։ Բայց այ երկնքից ընկնելը շատ ցավոտ է։ Այդ դեռ կտեսնեմ։ Ալո։ Լալա, ոնց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Քո հյուրանոցի մոտ եմ Լալա, եթե հարմար ա գամ, ուզում եմ խոսանք։ Հա, իհարկե։ Ես հիմա կզգուշացնեմ, որ ինձ մոտ ես գալիս։ Լավ։ Կներես, եթե անհանգստացրի Լալա, բայց ինձ թվում է քո օգնության կարիք ունեմ։ Կներեսի կարիք չկա։ Նստի, արի նստի։
ինչ որ բան պատվիրեմ խմելու։ Չէ, չեմ ուզում։ Լալա, կներես այսօրվա համար։ Ես ընդհանրապես սովորություն չունեմ ներողություն խնդրելու, որովհետև այդ բառը խորթ է ինձ։ Ուղղակի այսօրվա տեսարանը ազդել է իմ վրա։ Ու երևի վերջին դեպքերն էլ են պատճառը։ Պետք չի կներես ասել։ Երբեք հորդ անունից ոչ ոքից խնդրում եմ ներողություն մի խնդրի, որովհետև իր մեղքերն այնքան մեծ են, որ պետք չի դու դրա պատասխանատվությունը քեզ վրա վերցնես։ Ես չգիտեմ ինչ անեմ արդեն։ Ես իմ հորը ամեն օր նոր կողմից եմ բացահայտում։ Ու չգիտեմ ջղային անում եմ, հիասթափվում եմ, թե ուղղակի խղճում եմ հորս։ Հետո հորս հանդեպ ատելության պատճառով ինձ ամենավերջին մարդն եմ զգում։ Հիմա մեր տանը շատ վատ բաներ է կատարվում։ Չգիտեմ, ես ամեն անգամ ծանոթանում եմ պապայի ամենավատ ու դաժան կողմերի հետ լալա։ Չգիտեմ ինքը միշտ տենց է եղել, թե չէ։ Կարող է տենց է եղել, ես չեմ զգացել։ Կամ էլ ես էլ եմ տենց եղել, ուղղակի փոխվել եմ արդեն։ Չգիտեմ ինչի, բայց փոխվել եմ։ Ու հիմա, որ կողքից նայում եմ այդ ամեն ինչին, ահա որ այս ամեն ինչը լալա։ Վրամ, գիտես շատ կարևոր է, թե ով է կանգնած տղամարդու կողքին։ Ուժեղ կնոջ կողքի տղամարդը միշտ էլ կարողանում է կշռադատված լինել, համբերել, ճիշտ որոշումներ կայացնել։ Քո կողքին Սոնանը, ով միայն հիացմունքի է արժանի։ Ինձ ճիշտ հասկացի, ես չեմ ուզում Անիկին փնովել, բայց ինքը թույլ է ու վախկոտ։ Ինքը միշտ էլ հորոց սխալները տեսել է, բայց համարձակություն չի ունեցել բարձրաձայնելու։ Չգիտեմ, միգուցե ժամանակներն են փոխվել, ես էլ եմ վախեցել։ Բայց գիտես, ամեն մարդ ինչ-որ պահի պիտի կանգ առնի ու փորձի սթափվել։ Դու իրոք փոխվել ես կամ ուղղակի դուրս ես եկել հորոտ ազդեցության տակից։ Իսկ ես դրա համար անչափ ուրախ եմ։ Վրամը տանը չի։ Չէ, դեռ չի եկել։ Չի ասել քեզ ուր է գնացել։ Չէ։ Ինչով օգնեմ ձեզ։ Ոչ մի բան, բալես, նստի, արդեն ամեն ինչ պատրաստ է։ Ցակո ուր։ Կշտացա։ Իզուրելի չասենյակից։ Պապան չի ուզում հետս նույն տարածքում, մնա անգամ հետս հաց ուտել չի ուզում։ Մամ, ես գնամ վերև, դու պապային կանչի թող գա, հա։ Դե վերջացրու էլի, նստի ու հացդ կեր։ Քո համար զարմանալի չպետք է լինի հորդ արձագանքը։
Ոչ մեկս էլ դեռ չենք համակերպվել այս նոր քոփ կարգավիճակին, ոչ էլ այդ նորությանը։ Բայց դա չի նշանակում, որ մեկս մյուսից պետքա խուսափենք։ Բայց պապան Ես կխոսեմ պապայի հետ։ Հիմա անենց վիճակա, որ մեկի հետ խոսալու կարիք ունեմ, բայց չեմ կարող։ Ինչի։ Դե որովհետև թեմաներ կան, որ մենակ քոնն են լալա։ Ես կարծում եի մենք վստահում ենք իրար։ Ես ինձ չեմ վստահում, քեզ ոնց կարամ վստահեմ։ Հասկանում եմ։ Չէ, իրականում, եթե չվստահեի, հիմա քո մոտ չէի լինի։ Ամեն ինչ մոտս խառնվել է իրար, չգիտեմ արդեն ինչ անեմ։ Հենց մի քիչ խաղաղվում եմ, նորից մի պատմություն լինում է ու այդ ամեն ինչից ուղեղս սկսում է պայթել։ Ամեն դեպքում, եթե եկել ես, ուրեմն ինչ-որ բան ունես, չէ՞ ասելու։ Հա։ Կզանգես Նարեին։ Նարեին։ Հա, հիմա ինքը քո օգնության կարիք ունի։ Իսկ ինչ ա պատահել։ Իրականում չեմ ուզում այդ թեմայից խոսամ, լալա։ Ուղղակի նենց պահա, որ իմ խոսալունն էլ չի։ Մաման էլ էս պահին Նարեի համար այն մարդը չի, որ Նարեն հետը կարա կիսվի ու խոսա։ Ու ստացվում է նենց, որ մնում ես մենակ դու, որ կարաս Նարեին օգնես։ Լավ չի Նարեն։ Եթե ժամանակ ունես, զանգի ու խոսա հետը, հա։ Ես հիմա ուզում եմ դուրս գամ արդեն։ Լավ, ես հիմա տաքսի կկանչեմ քեզ համար։ Չէ, պետք չի, ես կգնամ։ Լավ, տենց մի նայի։ Մեքենաս թողնելու եմ ստեղ, ուզում եմ քայլեմ մի քիչ մտքերս դասավորեմ, մինչև տուն հասնեմ։ Լավ։ Սա քո արի։ Հացն արդեն դրել եմ։ Ես կարծեմ ասի չէ, մինչև կոկորտս կուշտ եմ։ Լավ էլի սա քո, քեզ երեխու պես մի պահի։ Մարդը հացից չի նեղանա։ Հա, հասկանում եմ, որ դու բարկացած ես Նարեի վրա։ Ես էլ եմ բարկացած։ Բայց էլ ոչինչ չեմ կարող փոխել։ Սա քո երեխուց երես թեքելով ավելի ես բարդացնում վիճակը։ Անիկ կլինի ինձ դասեր չտաս կյանքի։ Ախր Նարե երեխեն մեր թորն է։ Վահ։ Ինչ վահ։ Փորձիր այդ տեսանկյունից այդ հարցին նայել։ Մեր միսն ու արունն է։ Ու աշոտի։ Հիմա չեմ հասկանում։ Սենց իրարից փախչելով ենք ապրելու ես մի քանի քառակուսի տան մեջ։ Մի քիչ առաջ իրար հետ խոսում ենք, որ Լալան տրամադրում է երեխեքին քո դեմ, որ հիմա առավել քան պետքա իրար կողքի լինենք։ Բոլորից ցավն է, բայց նաև ուրախությունը, չէ՞։ Ինչ ուրախություն Անիկ։ Դու տեղ որտեղ գտար ուրախություն։ Ու այդ քո դասերը ուրիշ մեկի համար կպահես։ Գնացեք, չեմ ուզում ձեզ տեսնել, չեմ ուզում Նարեի երեսը տեսնել, չեմ ուզում։ Սա քո։ Ինչ։